Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս դուր մեզ իմաստություն, զբարիս խորհել եւ խոսել եւ կործել առաջիկո ամենան ժամ։ Իչար խորհրդոց իբանից եւի կործոց բրգյազ մեզ եւ ողորմյա քո արարածոց եւ մեզ բազմամեղածս։ Ամեն։ Բարի հետ միջօրես սիրելի ավատացյաններ, անգամ եւս ցեզ հետ ենք հայ եկեցվոց ցայն այս հաղորդաշարով եւ անորընդ մեջ են լսելու Աստուծո ցայնը, հաղորդվելու նույն այդ ցայնով եւ Աստծո ներկայությունը ընդմիշտ ունենալու մեր հոգեվոր եւ ինչու՞ չէ նաեւ մեր ամենօրյա կյանքի մեջ։ Ահավասիկ ամենաքեղեցիկ եւ լավագույն առիթը Աստուծո հետ լալու, Աստծո հետ այդ հաղորդակցության մեջ մտնելու մեծ բակյա ժամանակահատվածը գուքա այս շաբաթ եւս ես մեր յուրաքանչյուրին հիշեցնելու թե լավագույն առիթն է Աստծո սերը եւ խաղաղությունը ունենալու եւ լավագույն առիթը մանավանդ այս շաբթուն թիմավորելու մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որը նաեւ այս շաբթվան խորհուրդը ինչ որ նաեւ իր ավարտին պիտի հասցնե ամբողջ բայցողության ժամանակահատվածը ցաղգազարդ, որ մեդո նաեւ հրաշապար հարության տոնը եւ հավասիկ Քրիստոս ավետարանիչներու ջամփով մեզի ներկայացված թրվակը ցաղգազարդի հաղթական մուտք Երուսաղեմի գուքան նախքան իր խաչելությունը, նախքան իր թաղումը եւ հարությունը այս տեպքով, այս թրվակով անգամ եւս մեր մտքերու մեջ թրոշմելու, անգամ եւս իր աշակերտներու մտքերու մեջ թրոշմելու, թե այն վարդապետը, որ դուք ջանցակ եւ այն վարդապետին համար, որ դուք ձեր վկայությունը տվիք, որ հավասիկ այս է Աստուծո միածինը օձյալը Քրիստոսը, հավասիկ նույն այս օձյալ Քրիստոսն է, որ հաղթական մուտք կգործե Երուսաղեմ, որուն համար թրվակը մեզի գուքա ներկայացնելու եւ այդ առիթով գսե Երուսաղեմի մուտքին հավաքված էին մարդիկ, իրենց հետ նաեւ իրենց երեխաները, որ ուրախությամբ եւ ցնծությամբ պիտի թիմավորեին իրենց թագավորը, եւ այնպիսի թագավոր մսագային հեզ եւ խոնար արքա, որ Իշու ավանագի վրա նստած, որովհետեւ նաեւ գսե գադարվեր մարգարեին ջամփով սված այն խոսքը ուրախացիր թուստր Սիոնի, որովհետև ահավասիկ գուքա քու թագավորդ հեզ եւ խոնար Իշու ավանագի վրա նստած։ Եվ այնքան քեղեցիկ է այս ամբողջ պատկերը սիրելիներ, որ մեզի կներկայացնե ցաղգազարդի այս դոնին առիթով, երբ մանավանդ այսօր եւս կամ վաղը որ գիրագի օրն է, նույնինքն այդ դոնագադարության օրը, ուր պիտի պատրաստվենք մենք եւ մեզ հետ նաեւ մեր զավակները անոնց դալու այն քեղեցկակույն, այն քեղեցիկ հագուստները եւ յուրաքանչյուրի ցերկերուն այն մոմերը վարված, որոնք կխորհրդանշեն լույսը, որոնք կխորհրդանշեն այդ լուսավորությունը, ու մանավանդ մանուկներուն սկեսները, որ կխորհրդանշեն մաքրությունը եւ սրբությունը, պիտի պատրաստվենք, այնպես ինչպես անցյալին պատրաստվեցան այդ երեխաները, այդ մանուկները, այդ հավատացյալները թիմավորելու թագավորը եւսելու օրտնյալ է ան, որ դիրոջ անունով գուքա օրտնյալ է Դավիթի թագավորությունը։ Հետևաբար վաղը նիսկ մեզ մեր յուրաքանչյուրը եւս այդ խորհրդի մեջ, այդ խորհրդավորության մեջ, նույն այդ թեփքին ու թրվակի մեջ ըլլալու այդ առիթը պիտի ընձայվի։ Եվ հետևաբար ինչպիսի ակնկալությամբ, ինչպիսի նաեւ թիմավորությամբ պիտի թիմավորենք մեր թագավորը։ Եվ այնքան հետաքրքրական է, որ այս ցաղգազարդի դոնը նաեւ իր մեջ գբարփակե խորհուրդը մանուկներուն։ Որքանով անդրադարձած ենք կամ մտածած ենք, թե արդյոք ինչու ցաղգազարդի օրը մանուկներ պետք է ըլլան։ Որովհետև անցյալին թրվակը մեզի կներկայացնե, թե մանուկներ կային շատ աղեկ, բայց նաեւ այնտեղ կար պատկամը, այնտեղ կար մարգարեությունը, որ գսեր մանուկներու փերնով ես օրտնություն եւ փարապանանք պիտի լսեմ։ Սակայն այս բարակային մանուկը ոչ թե միայն դարիքային իմաստով, այլ նաև մանուկ այնպիսին, որ հավատքի կյանքի մեջ մանուկի նկարագրային քիծերը ունի, այնպես ինչպես մանուկը ինք
հավատարմություն, մանուկին հնազանդություն, մանուկին ամբողջական վստահություն գծուցաբերե իր ծնողքին նկատմամբ, նույնպես ալ մեր հավատարմությունը, մեր հնազանդությունը, մեր հույսը եւ վստահությունը ցուցաբերենք առաստված, որովհետեւ երբ արիթոմ աշակերտները գվիճապանեին եւ գսեին թե ով է մեծը կամ ով պիտի ըլլա մեծ երկնքի արքայության մեջ, Քրիստոս հետեւյալն է որ գսեր. եթե երբեք չփոխվիք եւ մանուկներու պես չլակ, երկնքի արքայությունը պիտի չմտնեք։ Ահավասիկ սիրելիներ, այսօր եւս նույն պատկամն է որ կփոխանցե Քրիստոս մեզ մե յուրաքանչյուրին։ Ահավասիկ այսօր եւս եթե երբեք կպատրաստվենք վաղը թիմավորելու փրկին Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, եւ սակայն այսական որ Երուսաղեմի մասին է խոսքը, եթե ոչ այն հոգևոր Երուսաղեմի մասին, որ մեզ մե յուրաքանչյուրի հոգիներն են, մեզ մե յուրաքանչյուրի կյանքերն են, որտեղ վերջի վերջո Երուսաղեմը եթե դարձած է խորհրդանիշ Աստուծո որպես քաղաք, եւ այդ Երուսաղեմի մեջ եղած դաջարը դարձած է խորհրդանիշ որպես Աստուծո դուն, ավասիկ այսօր մեզ մե յուրաքանչյուրը ինք իր ամբողջ էությամբ կդառնա Երուսաղեմ։ Մեր ամբողջ էությամբ մենք կդառնանք Աստուծո դաջար, ինչպես պիտի Սեր Բողոս Արաքյալ, հոնուր որ Աստուծո փնագության վայրն է։ Հետևաբար Քրիստոս նաև այնտեղ հաղթական մուտք պիտի կործե։ Եվ սակայն ինչպիսի մուտք պիտի կործե։ Իբրև թագավոր, սակայն ինչպիսի նկարագրով, հեզ եւ խոնար արքա։ Հետևաբար պատրաստվենք սիրելի ավատացյալներ։ Այնպես ինչպես կպատրաստենք մեր երեխաները, այնպես ինչպես լավագույնը կցանկանք մեր երեխաներուն, նույնպես Աստված ինք լավագույնը գուզե մեզ մեր յուրաքանչյուրին համար։ Պատրաստվենք մենք եւս, ոչ թե միայն մեր երեխաները, այն նաև պատրաստվենք մենք իբրև մանուկներու պես ըլլանք։ Մեր հոգևոր կյանքը վերանորոգենք, մեր հոգևոր կյանքը նաև հանցնենք Տիրոջ, որովհետեւ այնտեղ նաև այդ վերանորոգությունը դեղի ունենա։ Եվ հետևաբար, երբ վաղը կպատրաստվենք թիմավորելու եւ ըսելու օրտնյալ է ան որ Տիրոջ անունով գուքա, օրտնյալ է Դավիթի թագավորությունը, պատրաստ ըլլանք նաև թիմավորելու դերը։ Բարձրապես ավանդությունը չէ որ կատարենք, այլ այդ ավանդության մեջ են, այդ ավանդությունը իբրև քեղեցիկ արիթ, նաև մեր հոգիները բարձենք, եւ այնքան քեղեցկորեն մեզի կներկայացնե Ավետարանիչը, երբ որ գսե Երուսաղեմի մուտքին թիմավորողները ինչ ըրին, եթե ոչ իրենց ըսկեսները հանեցին եւ փրեցին թագավորին առջև։ Այս անգամ սակայն Քրիստոս չսպասեր, որ մեր ըսկեսները հանենք, այլ Քրիստոս կսպասե, որ այդ մեր հին մարդը վերցնենք մեր վրայեն, իր առջև տնենք, որպես այդ հին մարդը գողկրդե եւ անոր փոխարեն նոր մարդը ըզգենունք, Քրիստոսով վերանորոգված նոր մարդը հատնենք մեր կյանքերուն վրա, մեր կյանքերուն մեջ վերանորոգված եւ մեր ամբողջ մտածելակերպը փոխելով։ Եվ հավասիկ այս է խորհուրդը ցաղազարդին։ Ուրախության, ցնծության, որովհետեւ թագավորն է որ պիտի թիմավորենք, որովհետեւ մեր դերը եւ փրկիչն է որ պիտի թիմավորենք։ Չվախնանք թագավորը թիմավորել է։ Մանավանդ երբ Քրիստոս թագավորն է որ պիտի թիմավորենք, որովհետեւ նույն այդ թագավորը հեզ է եւ խոնար արքա է։ Մինչեւ իսկ զարատ հարցավ այդ թագավորը, որովհետեւ մեզ ազատագրե մեղքի ստրգուտենեն, որովհետեւ մեզի բարգեւե նոր կյանքը հավիտենական կյանքը։ Հավասիկ այսպիսի թագավորն է, որ մենք կբաշխենք, այսպիսի թագավորն է, որում մենք կթավանենք, այսպիսի թագավորն է, որում մասին մենք մեր վկայությունը կտանք, եւ այսպիսի թագավորն է, որուն հարաճիգա շաբթուն մենք պիտի թիմավորենք անոր հրաշապար հարության դոնը եւ անոր ընդմեջեն անգամ եւս վերաթարմացնելու, անգամ եւս վերագնքելու այն ուխտը, որ գնքեց Քրիստոս մեզ մե յուրաքանչյուրին հետ, իր հարությամբ նաեւ մեզ մե յուրաքանչյուրին խոստացված այդ հարությունը։ Եկեք սիրելի ավատացյաններ, այս խորհուրդով ապրենք եւ այս խորհուրդով նաեւ պատրաստվենք վաղվան մեծ տոնին, ցաղազարդին։ Դանինք մեր երեխաները, դանինք մեր զավակները Տիրոջ առջև, պատրաստենք զիրենք, թաստիարակենք զիրենք Քրիստոսի թաստիարակությամբ, Քրիստոսի սիրովը,
որպեսզի մեր այդ երեխաները մեր մեջ տեսնեն Աստուծո ներկայությունը, մեր մեջ տեսնեն Աստուծո սերը, Քրիստոսի խաղաղությունը եւ անով եւս իրենք դաստիարակվին դառնալու համար աղ եւ լույս մեր համայնքին, մեր շրջապատին, մեր ընկերության։ Թող յուրաքանչյուրի ցագազորտի դոնը, յուրաքանչյուրի այդ ուրախության դոնը իրապես դառնա ուրախության դոն, իրապես դառնա ցնծության դոն։ Եվ այս խորհուրդով նաև պատրաստվենք թիմավորելու մեր թագավորը եւ ասենք օրհնյալ է ան, որ Տիրոջ անունով գուքա, օրհնյալ է Դավիթի թագավորությունը, թող օրհնյալը լա Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։